Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությունն է եւ այսօր մեր տաղավարին հյուրընկալել ենք ռազմավարական հաղորդակցությունների եւ անհատի բրենդինգի մասնագետ Ռաչի Միրզոյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Տիկին Միրզոյան, նախ հասկանանք ինչ է քաղաքական հաղորդակցությունը։ Քաղաքական հաղորդակցություն կլինի, թե կլինի կոմերցիոն որևէ կազմակերպության ապրանքին նույնիսկ անհատի հաղորդակցություն իրականում ըստ էության որևէ բանով իրարից չի տարբերվում։ Այստեղ մենք ավելի շատ խոսում ենք պատմույթի եւ դիրքավորման ու ամենակարևորը այն ասելիքի մասին տարբերությունների տեսանկյունից, երբ որ խոսում ենք տարբեր երևույթների, տարբեր ուղղությունների հաղորդակցությունների մասին, բայց որպես երևույթ հաղորդակցությունը տարբեր չէ քաղաքականում, կոմերցիոնում, անհատի պարագայում անգամ։ Շատ կարևոր է ուղղակի հասկանալ հատկապես ռազմավարությունը ընտրելիս ինչ գործիքներ ես օգտագործում եւ ինչ չափաբաժիններով, որովհետեւ դա արդեն կարող է շատ բան փոխել առհասարակ հաղորդակցությունների ոլորտում, մասնավորապես եթե մենք ժամանակակից ընկալումներով ենք խոսում հաղորդակցության մասին, ապա այստեղ խոսքը կարող է գնալ օրինակ սոցիալական ցանցերի կիրառության մասին, հիմնականում երբ որ մենք խոսում ենք լայնատարած սպառման ապրանքների մասին, իսկ անհատի պարագայում դա կարող է շատ ավելի շատ արտացանցային շփումներ լինեն։ Մի շատ հետաքրքիր հանգամանք կա հաղորդակցությունների մասին խոսելիս, շատերը խոսում են ավելի շատ շփման կոմպոնենտի մասին հաղորդակցություններում։ Իրականում հաղորդակցությունը շատ ավելի խորքային եւ շատ ավելի ակադեմիական երևույթ է եւ մասնագիտություն, որը ցավոք սրտի շատ է անտեսվում ու կարող եմ ասել, որ անտեսումների հիմնական պատճառը համատարած սպառզունակացումն է ամեն ինչի։ Բնականաբար սա դրսևորվում է նաեւ հաղորդակցությունների ոլորտում։ Գալով քաղաքական հաղորդակցությունների երևույթին, այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ մենք ունենք աշխատանքի մի քանի դաշտ։ Սա է առանձնացնում քաղաքական հաղորդակցություն մնացած բոլոր ոլորտներից։ Նախ մենք պիտի հասկանանք, որ մենք լինելով լայն սպառման գաղափար կամ ապրանք, կարիք ունենք շփվելու լայն հասարակության հետ։ Միևնույն ժամանակ մենք անհրաժեշտություն ունենք բոլորովին այլ տեսանկյունից աշխատելու հայտնիների կամ ազդեցություն ունեցող անձանց հետ, որը շատ տարբեր է ինֆլուենսեր մարքեթինգից, օրինակ կոմերցիոն պրոդուկտների պարագայում։ Այսինքն այստեղ մենք նաև պետք է դիտարկենք, որ քաղաքականություն եւ գաղափարները որպես կանոն հանգուցվում են, միաձուլվում են որևէ անհատի հետ։ Ուստի եւ մենք պիտի խոսենք նաեւ անհատի բրենդինգի եւ դրա հաղորդակցության կոմպոնենտների մասին։ Այսինքն այս տեսանկյունից երևույթը բավական բազմաշերտ է քաղաքական հաղորդակցության տեսանկյունից եւ շատ ցավում եմ, որ այսօր նաեւ քաղաքական հաղորդակցությունը պարզունակացման այդ ձևաչափերով է առաջ գնում, դա իդեպ միայն հայկական երևույթ չէ։ Պարզապես մեր շուկայի փոքրության արդյունքում մենք շատ ավելի արագ ենք տեսնում խնդիրները եւ այդ խնդիրները շատ ավելի արագ են բերում իրենց վնասները։ Դրա համար իհարկե պետք է մասնագետները շատ ավելի աչալուրջ լինեն եւ ավելի լավ աշխատեն։ Հայաստանում կարծես թե քաղաքական հաղորդակցությունը խորը ճգնաժամի մեջ է։ Ինչով է սա պայմանավորված, որոնք են այդ գործոնները, որոնք հասնում են քաղաքական դաշտի եւ հասարակության միջև փոխըմբռնման եւ երկխոսության վրա։ Ճգնաժամը ես չի ասի, որ մենք ճգնաժամում ենք, որովհետեւ մենք առհասարակ քաղաքական հաղորդակցության համաշխարհային մակարդակին չենք էլ հասել։ Այսինքն, որ ասենք հասել ենք ինչ-որ միտեղ եւ լճացում է գնացել։ Այստեղ իսկապես եւս մեկ անգամ պետք է շեշտեմ պարզունակացումը։ Մեր քաղաքական դաշտում քաղաքական հաղորդակցություններն առավելապես ընկալվում են սոցիալական ցանցերում գրառումներով։ Այսինքն, եթե արեցիր գրառում, ուրեմն բոլորը հիմա կտեսնեն։ Մյուս կողմից, եթե մի հետ էլ գովազդ միացրեցիր, շատ ավելի շատ մարդիկ կտեսնեն ու բնականաբար քո ազդեցությունը դրանով կմեծանա։ Ցավոք սրտի այս տեսանկյունից, հատկապես հայկական քաղաքական դաշտում, ազդեցության հոգեբանությունը հաղորդակցություններում հաշվի չի առնվում։ Ուստի մենք ոչ թե հասել ենք ճգնաժամային փուլի, այլ մենք նույնիսկ չենք հասել այն էտապին, որ կարող էր մեզ մոտ ճգնաժամ ձևավորվել։ Մենք շատ պարզունակ, շատ պրիմիտիվ պատկերացում ունենք քաղաքական հաղորդակցության մասին։ Այստեղ շատ ավելի վաղ է սկսում հաղորդակցության գործառույթը, քան դուք գրառումը կտեսնեք սոցիալական ցանցերում կամ մամուլի հաղորդակցություններում։ Այստեղ ռազմավարությունն է շատ կարևոր է հասկանալ հատկապես ում անձի վրա է կառուցվում հաղորդակցությունը, այստեղ եւս մեկ անգամ պետք է խոսենք անհատի բրենդինգի մասին։ Այդ բրենդինգի ինչ ուղղություններ պետք է գնան, ինչպիսի դիրքավորում պետք է լինի, ինչպիսի խոսույթ, ասելիք, ուղերձ պետք է պարունակի, ինչպիսի դիրքավորում, իսկ դիրքավորումը այս պարագայում մենք կարող ենք հասկանալ միայն այն ժամանակ, երբ որ պատկերացնենք հասարակությունը, ում հետ մենք շփվելու ենք, ինչ ակնկալիքներ ունի առհասարակ քաղաքական դաշտից։ Եվ որ կետն ենք մենք ուզում զբաղեցնել ընդհանուր լայն հասարակության ուղեղում հաղորդակցություններ ասելիս կամ նույն քաղաքական դեմքին առաջ մղելիս։
Ցավոք սրտի այս ամբողջ նախապատրաստական աշխատանքը կամ չերևացող տնային աշխատանքը քաղաքական դաշտում, եթե իրականացում է շատ սուղ, շատ ոչ այնքան լիարժեք, ինչի արդյունքում մենք կարող ենք ասել, որ քաղաքական հաղորդակցության ոլորտը ուղղակի ձևավորված չէ Հայաստանում։ Քաղաքական գործընթացները այդ իսկ պատճառով չեն հաջողվում։ Ինչպիսին պիտի լինի հաղորդակցության կառուցվածքը ուղերձ, այսպես ասած։ Տեսեք, առհասարակ բոլոր հաջողությունների եւ անհաջողությունների հետևում բոլորովին էական չէ քաղաքական թե ոչ քաղաքական, միշտ կա հաղորդակցություն։ Ես չեմ չափազանցնում հաղորդակցության դերը, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ թե հաջողությունն է նախապատրաստված, թե անհաջողությունը։ Մի շատ լավ արտահայտություն կա, որ մենք մեզ չենք կարող այն ճոխությունը թույլ տալ, որ չպլանավորենք, որովհետև եթե չպլանավորենք, կպլանավորենք մեր ձախողումը։ Մյուս կողմից թույլ տվեք հիշել իմ առաջին բուհի երջանկահիշատակ դեկանին, պարոն Գառնիկ Անանյանին, որ ասում էր Ամերիկայում հավատում են, որ եթե CNN-ը տվյալ երևույթի մասին, տվյալ իրադարձության մասին չի ասել, ուրեմն այն տեղի չի ունեցել։ Այսինքն այստեղ շատ կարևոր է հասկանալ հաղորդակցության կարևորությունը առհասարակ բոլոր հաջողությունների եւ անհաջողությունների դաշտում։ Ինչ վերաբերում է հայկական քաղաքական դաշտին, մենք ունենք բոլոր սոցիոլոգիական հարցումներով 70-ից ավել, դժվար է ասել կոնկրետ որքան, տոկոս հասարակության, որն առհասարակ որևէ կերպ քաղաքական հաղորդակցության մեջ չի մտնում։ Ես ձեզ հավատացնում եմ, մարդը լինելով սոցիալական էակ, մշտապես հաղորդակցվելու անհրաժեշտություն ունի։ Եթե 70-ից ավել տոկոս մեր հասարակության որևէ քաղաքական հաղորդակցության մեջ չի մտնում, դա նրանից չի, որ ինքը անտարբեր է, ծույլ է, անհետաքրքիր է իրեն այս ամենը, Հայաստանի ապագայով հետաքրքրված չէ։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդկանցից որևէ մեկին, եթե բերեք ձեր տաղավար եւ հարցեր տակ, կտեսնեք, որ նա եւս ունի որոշակի քաղաքական պատկերացումներ։ Այս մարդկանց հետ խոսող չկա։ Չեն լսում իրենց։ Ոչ թե չեն լսում, չգիտեն իրենց հետ ինչպես խոսել։ Չգիտեմ, որովհետև հետազոտություններ չկան։ Դա էլ մի մեծ պատրանք է, որ մենք մեր պատկերացումների շրջանակներում կարող ենք կառուցել հաղորդակցությունը որպես գործիք քաղաքական գործընթացների տեսանկյունից։ Շատ կարևոր է, որ մենք նկատի ունենանք, ում հետ ենք մենք խոսելու եւ իր ակնկալիքները որոնք են, ինչ ենք մենք ուզում ասել իրեն։ Ընդհանուր առմամբ պետք է նկատի ունենալ, որ ընտրազանգվածի տեսանկյունից այս մարդիկ, եթե վաղը գնան եւ որոշեն որևէ մեկին իրենց ձայնը տալ, իրենք կլինեն մեծամասնություն։ Ընդհանրապես զարգացած հասարակություններում որպես կանոն մեծամասնությունը առհասարակ իսկապես քաղաքական հետաքրքրություն չունի, որովհետև նրանք եթե մենք խոսենք մարքեթինգային տերմինաբանությամբ, մեծամասնությունն են կազմում, վաղ մեծամասնություն եւ ուշ մեծամասնություն, դրանով հանդերձ իհարկե մեր մոտ այդ վաղ եւ ուշ մեծամասնությունները մի քիչ շատ են մեծացել, սա մի քիչ ոչ նորմալ երևույթ է հասկանալու համար այդ բաժանումը հասարակության։ Ամեն դեպքում այս մարդիկ որպես կանոն իրենք ունեն արդեն որոշակի նախնական կամ կանխակալ պատկերացում եւ դրա հիման վրա էլ կատարում են իրենց ընտրությունը։ Ազդեցություն ներառյալ մեծամասնության վրա որպես կանոն այդ պոչի ավելի փոքր խմբերն են իրականացնում։ Մասնավորապես դա շատ վաղուց ընդունված է եւ գիտական աշխարհը եւս դա փաստում է, որ հասարակություններում փոփոխություններ իրականացնում են 2.5% նորարարները։ Իրենք հենց այդպես էլ կոչվում են այդ խումբը, նորարարների խումբը։ Այսինքն եթե մենք դիտարկում ենք 2.5% ընդամենը կարող է փոփոխություններ իրականացնել եւ ազդեցություն ունենալ նույնիսկ մեծամասնության վրա։ Այս իմաստով տեսեք մենք որքան ենք բաց թողնում մեր քաղաքական գործընթացներում, որ չափն ենք մեր հասարակության բաց թողնում քաղաքական գործընթացներում։ Ուղղակի իրենց հետ չենք խոսում, ի սկզբանե։ Տնային աշխատանքը չի իրականացվում։ Մյուս կողմից ակնկալիքները եւ սպասումները նաեւ այս 70-ից ավել տոկոսի մոտ այն է, որ իրենք պետք է որևէ կերպ, որևէ ձևաչափով չներառվեն քաղաքական գործընթացների մեջ։ Այսինքն մենք քաղաքականությամբ չենք զբաղվում ոչ միայն պարզ արտահայտություն է, այլ սա վարքագիծ է։ Մենք այստեղ իհարկե որոշակիորեն պիտի խոսենք նաև վարքագծային մարքեթինգի մասին, իսկ վարքագծերը որպես այդպեսին ձևավորվում են ամենատարբեր ազդեցություններով, թեև պետք է եւս մեկ անգամ այստեղ նշեմ այն, որ մենք որոշակի տիպի վարքագծային մոդելով ենք ծնվում, եւ դա պայմանավորված է մեր մշակույթով, ենթամշակույթով եւ այլն։ Այսինքն այստեղ տեսեք, մենք չենք ճանաչում այս մարդկանց վարքագծային մոդելը։ Չգիտենք ինչպես կարող ենք վարքագծում փոփոխություններ իրականացնել, որովհետեւ իներտ մարդիկ իներտ են ամենտեղ։ Ես սա ուզում եմ շատ հստակ լինի, որովհետև դա վարքագծային մոդել է։
դա մենք ստանում ենք ինչ-որ մի կերպ, հետո կյանքի ընթացքում դա որոշակի իհարկե ձևախեղումների ենթարկվում է, բայց բազային իմաստով մարդը եթե իներտ է, նա միշտ իներտ է լինելու։ Նրան ակտիվացնելու ժամանակահատվածներ կան եւ տեխնոլոգիաներ եւս կան, եւ այդ տեխնոլոգիաները եւս արմատներով գնում են հաղորդակցության ոլորտ։ Որն է քաղաքական հաղորդակցության առանձնահատկությունը եւ գաղափարների բրենդինգի առանձնահատկությունները մեր հասարակությունում որն է։ Տեսեք, մենք շատ ավելի նման ենք բոլոր հասարակություններին, քան տարբեր ենք։ Այստեղ չկա սպეციფიկ հայկական գործիքակազմ։ Կա սպეციფიկ հայկական ընկալում թե գործիքակազմերի, թե այդ գործիքակազմերի կիրառության, բայց որպես այդպեսի մենք շատ տարբեր չենք։ Այ ունենք առանձնահատկություններ, չեմ էլ ժխտում դա, բայց գործիքակազմի եւ աշխատանքի տեսանկյունից լայն հասարակության հետ մենք շատ տարբեր չենք։ Այս մասը նշենք ու անցնենք առաջ։ Գաղափարների բրենդինգի տեսանկյունից գաղափարները ամենադժվար բրենդավորվող երևույթներից են։ Բայց որpիսի կարողանամ դա բացատրել, թույլ տվեք կարճ ասեմ ինչա ընդհանրապես բրենդինգը։ Մենք բրենդինգ ասելով որպես կանոն հասկանում ենք լոգոտիպը կամ դրա վիզուալ հատվածը։ Իսկ իրականում բրենդինգը սկսվում է գաղափարի հատվածի մշակումից եւ ոչ միայն գաղափարների բրենդինգի տեսանկյունից։ Մենք անշունչ առարկաներին փորձում ենք հաղորդել մարդկային հատկանիշներ, որոնք համապատասխանում են թիրախային լսարանին, որպեսզի թիրախային լսարանը կարողանա բրենդի մեջ իրեն տեսնել։ Եվ միայն դրանից հետո է, որ մենք կարող ենք անցնել դրա վիզուալ կամ պատկերային հատվածի ձևավորմանը։ Եթե թույլ է գաղափարական հենքը, մնացած բոլոր մասերը այո կարող են ինտուիտիվ շատ լավ լոգոտիպ ստեղծել, կարող են ինտուիտիվ շատ լավ կոմունիկացիոն ռազմավարություն մշակել եւ իրագործել, բայց մենք ունենալու ենք ճգնաժամային իրավիճակներ, իսկ որպես կանոն բոլոր երևույթները, մարդիկ, ապրանքներ ունեն մեն ճգնաժամային հատվածներ կամ կենսացիկլի ինչ-որ էտապներ, որտեղ անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել։ Եթե մեր գաղափարական հենքը ամուր չէ, մենք չենք կարող գտնել լուծումներ։ Այսինքն բրենդինգը որպես այդպեսին մի քանի փուլ ունի, առաջին փուլում մշակում ենք գաղափարական հենքը, մշակում ենք որպես կանոն հոգեբանական գործիքակազմի միջոցով։ Ես օրինակ աշխատում եմ Կարլ Յունգի անձի ստրուկտուրայի հիմքով ու նաև Քերոլ Փիրսոնի արքետիպերի մոդելով, հիմա փորձում եմ նաև այդ արքետիպերը հայաֆիկացնել, որովհետև մենք ամեն դեպքում արքետիպերի մասին խոսելիս պիտի նկատի ունենանք, որ դրանք սպეციფიկ չեն, դրանք բոլոր ազգերում գոյություն ունեն եւ հենց այդ պատճառով են դրանք արքետիպեր։ Դրանից հետո արդեն դրանց համապատասխան ընտրված արքետիպի եւ անձի ստրուկտուրայի հիման վրա, որովհետեւ այդտեղ հարկեր կան, դարակներ կան, դրանց մասին հիմա երկար չխոսեմ, դրանից հետո արդեն վիզուալ մշակումն է։ Գաղափարների պարագայում եւս մենք օգտագործում ենք գունային գամմա, օգտագործում ենք տառատեսակ, օգտագործում ենք նաև մարդ, որի վրա պիտի կարենք կամ հագցնենք գաղափարը, որովհետև գաղափարները չեն լինում պատից ընկած։ Դրանք որպես կանոն ագուցվում են, կապվում են կոնկրետ, քարկապվում են նույնիսկ որևէ մարդու հետ։ Այս պարագայում տեսեք գաղափարի բրենդինգի մեջ ներառված է նաև անհատի բրենդինգի հատվածը, որովհետև դու չես կարող խոսել մի բանից, որի կրողը չես։ Այսինքն այստեղ գաղափարների բրենդինգի առանձնահատկությունը այ հենց դա է։ Գալով քաղաքական գաղափարներին, հա, այստեղ ավարտեմ բրենդինգի մասով, երրորդ փուլում մենք արդեն խոսում ենք հաղորդակցության մասին։ Տեսեք Instagram-ի պոստը ինչքան ուշ է սկսվում։ Մենք այդ ամբողջ տնային աշխատանքը պետք է իրականացնենք, որից հետո անցնենք հաղորդակցության ռազմավարության մշակմանը, որն էլ որոշում է ինչ ինտենսիվությամբ, ինչպիսի ուղերձներով, որ ալիքներով, որ թիրախային լսարանների հետ պիտի խոսենք։ Իսկ ալիքները շատ տարբեր են։ Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք չենք խոսում միայն սոցիալական ցանցերի մասին։ Ալիքները շատ են հաղորդակցության մեջ։ Ինչ վերաբերում է քաղաքական գաղափարներին, մենք առհասարակ որպես հասարակություն քաղաքական ամենատարբեր գաղափարների նկատմամբ խիստ անընկալող ունակ ենք։ Եվ դա բազմիցս փորձարկվել է հայկական իրականությունում ամենատարբեր միջամտություններով փորձել են մեր մեջ գաղափարներ ներդնեն։ Հասկացել են, որ մենք շատ դժվար ենք ենթարկվում գաղափարական ներգործության։ Սա կապ ունի նրա հետ, որ մենք ազգային իմաստով խորքային արքետիպում, ինքնության մակարդակում իմաստունի արքետիպն ենք կրում։ Իմաստունը մարդ է, որի կյանքի փիլիսոփայությունը հիմնված է իմացաբանության վրա, այսինքն ինքը ամեն ինչ գիտի,
Ձեզ ծանոթ է, չէ՞, հնչում այս արտահայտությունը։ Դա գալիս է նրանից, որ մենք ազգ որպես մի հանրույթ, եթե բերենք իրեն համապատասխանեցնենք Կարլ Յունգի արքետիպերի ստրուկտուրային, ամենայն հավանականությամբ մեծամասնությունը իմաստունը կրում է, եւ իմաստունը կրում է շատ խորքային մակարդակում։ Ամեն դեպքում հասկանալով, որ մենք ենթարկվող չենք տարբեր տեսակի գաղափարական ներգործություններին, սա ի դեպ նաև քաղաքական կուսակցությունները եւ գաղափարները պետք է հաշվի առնեն Հայաստանում, որովհետեւ այնպես չի, որ միայն դրսի ներազդեցությունների նկատմամբ մենք անակնկալող ունենք, նաև ներսի։ Սկսել են իրականացնել վարքագծային մոդելների փոփոխության գործիքակազմով տարբեր արշավներ Հայաստանում, որովհետեւ միայն խորքային վարքագիծը փոխելու արդյունքում է, որ մեզ համար կարող է ընկալելի լինել այս կամ այն գաղափարը։ Այստեղ շատ ինտենսիվ աշխատում է Օվերտոնի պատուհանը, հայտնի, իհարկե շատ շատերն են խոսում Օվերտոնի պատուհանի մասին առանձնահատուկ չհասկանալով դրա մեխանիզմը, բայց եթե դուք նայեք, Օվերտոնի պատուհանը իդեալական կերպով կառուցված է հաղորդակցության գործընթացի վրա։ Ասեմ ավելին, Օվերտոնի պատուհանը այն բացառիկ գործիքն է, որը թույլ է տալիս հաղորդակցությունում ամենակարևորը համարվող աղմուկի հատվածում ամենաշատ բովանդակությունը լցնել։ Ժամանակակից աշխարհում աղմուկի այս լցնելը, ներբեռնելը աղմուկի հիմնական սոցիալական ցանցերի միջոցով է իրականացվում, որովհետև այնտեղ կարող ես մի բաժակ ներդնել, իսկ արդյունքում ունենալ 100 բաժակ, որովհետև միմյանց տարածելով, կոմենտելով կամ հավանության արժանացնելով որևէ գրառում, մենք անմիջապես դրա դիտելիությունը անգամներով բարձրացնում ենք։ Գաղափարների բրենդինգի տեսանկյունից մենք իսկապես ունենք շատ աշխատանք եւ հատկապես մանավանդ նրանք, որ ցանկանան այդ ուղղությամբ գնալ, ես առաջարկել եմ շատ ուշադիր լինել վարքագծային մարքեթինգի եւ վարքագծային մոդելների ձևավորման գործընթացների վրա, որոնք եւս հաղորդակցություն եւ որոնք եւս տեխնոլոգիա են շատ վաղուց մշակված եւ գործածության մեջ իրենց արդյունավետությունը ցույց տված։ Տիկին Միրզոյան, խոսեցինք գաղափարների բրենդինգի մասին, անդրադառնանք նաև անհատի բրենդինգին, նախ ինչ դեր ունի անհատը քաղաքական հաղորդակցության մեջ եւ անհատի բրենդինգը հայկական իրականությունում եւ անձի թե անհատի բրենդինգ։ Շատ լավ հարց եք տալիս, ես ինքս ժամանակին, երբ որ նոր էի սկսել ուսումնասիրել, կիրառում էի անձի բրենդինգ տերմինը, բայց անձի հոգեբանությունը ուսումնասիրելիս եկել եմ այն եզրահանգման, որ մենք ոչ այնքան խոսում ենք անձին բրենդավորելու մասին, այլ անհատին։ Ինչու՞։ Անձը հոգեբանության տեսանկյունից յուրաքանչյուրն է ուղղակի որպես մարդ ծնվել է։ Անհատը արդեն որոշակի հատկանիշներ ունեցող անձն է։ Մենք անկախ ամեն ինչից բրենդինգը սկսում ենք մարդու հատկանիշների, բնավորության գծերի, նրան առանձնացնող երևույթների հիման վրա։ Ուստի մենք խոսում ենք անհատի մասին։ Սա շատ կարևոր առանձնացում է, այսինքն այո, բրենդինգի լավ մասնագետը ամեն ինչից կարող է ստանալ բրենդ։ Բոլորովին պատահական չէ, իմ ձին էլ կարող է պատգամավոր դառնալ այս խոսույթը, տեսեք ինչ հին երևույթ է բրենդինգը որպես այդպեսին, էլի։ Ոչ այնքան, այսպես ասած, մասնագիտական տեսանկյունից դեռ որպես մասնագիտություն չձևավորված, ամեն դեպքում բրենդինգը որպես երևույթ մեզանում գոյություն ունեցել է։ Ինչ վերաբերում է արդեն քաղաքական գործընթացներում անհատի բրենդի, անհատ բրենդերի առկայությանը։ Թույլ տվեք այստեղ խոսել էլիտայի կամ ընտրանու մասին։ Ընդհանրապես ցանկացած քաղաքական գործընթաց որպես կանոն ձևավորվում է այս կամ այն չափով կայացած էլիտայի շուրջ։ Նույնիսկ եթե այդ էլիտան ներկայացնում 1-2 հոգի, բայց տեսեք նույնիսկ էլիտա բառի ընկալումը մեզանում արդեն իսկ նշանակում է, որ այնտեղ ավելին քան 1 անձ կա ներառված։ Անձերը, բրենդ անձերը կամ անհատները իրենք առանձին վերցրած չեն ձևավորում էլիտա։ Էլիտայի ձևավորման համար կան էլի որոշակի մեխանիզմներ, որոնք եւս հաղորդակցության տեխնոլոգիաների մի մասն են, եւ միայն նրանց միջև ցանցի ձևավորման արդյունքում է, որ հնարավոր է անհատ բրենդերից ձևավորել էլիտա։ Տեսեք, որքան վաղ է սկսում քաղաքական հաղորդակցությունում անհատ բրենդերի ձևավորման գործընթացը, մինչև իրենք կմտնեն քաղաքականություն։ Ինչ վերաբերում է պարզապես անհատի բրենդինգ երևույթին։ Մեզանից յուրաքանչյուրը ունի այդ բրենդը։
Բայց կրկին մենք չունենք այդ ճոխությունը, որպեսզի թույլ տանք, որ ուրիշների պատկերացումները մեր մասին ձևավորեն որոշակի ընկալումներ։ Բրենդինգը որպես երևույթ առհասարակ բոլոր ոլորտների բրենդինգը նշանակում է ընկալումների կառավարում։ Այսինքն անհատի բրենդինգի պարագայում էլ մենք խոսում ենք մեր մասին ընկալումների կառավարման մասին։ Համոմիտեք, որ եթե հաղորդակցությունը այսպես ասած չի աշխատում, համակարգի դեմ պետք է պայքարել հակահամակարգով։ Եվ ինչ է սա իրենից ենթադրում։ Տեսեք, էլի գալով նրան, որ բոլոր հաջողությունների եւ պարտությունների հետևում միշտ հաղորդակցություն կա, մենք կարող ենք ասել, որ հաղորդակցությունը գործիք լինելուց բացի նաեւ համակարգաստեղծ երևույթ է։ Այսինքն հենց այնպես մարդը հաջողության չի հասնում։ Կա համակարգված գործողությունների շարք եւ այդ գործողությունների հաջորդականությունն է, որ բերում է կանխատեսելի հաջողության արդյունքի։ Այս տեսանկյունից, այո, ներկայիս իրավիճակում, եթե մենք նաև հայկական իրականությունը որպես օրինակ դիտարկենք, ես կարող եմ ասել, որ մենք հաղորդակցական այն գործիքակազմը, որ կիրառվում է, դրան հակազդող համակարգ հաղորդակցությունների չունենք։ Հենց սա է պատճառը, որ մենք կարող ենք տեսնել, որ հասարակությունը բուռն տարբեր երևույթների նկատմամբ այդպես բուռն արձագանք է ցույց տալիս, բայց իրականում գործողությունների չի գնում։ Ինչով է սա պայմանավորված։ Ինչպես տեսնում եք, բրենդինգը մարքեթինգի հաղորդակցության PR-ի տարբեր այս խառնուրդի մասին է քաղաքական հատկապես հաղորդակցությունների մեջ այդպես է դրսևորվում։ Մարքեթինգում մենք խոսում ենք վարքագծային մոդելի շղթայի մասին, որտեղ մենք տեղեկատվությունը ստանալուց մինչև պայմանական ասած գնում կատարել, որովհետև գնալ քաղաքական որևէ կուսակցության դիմաց այդ ծիտիկը դնելը եւս գնում է ըստ էության, որտեղ մենք գաղափարը գնեցինք։ Եվ այդ գնումից հետո հետ գնումային վարքագիծ դրսևորելու այս ամբողջ շղթան իրականում 6 աստիճան ունի։ Եվ այդ 6 աստիճանների ընթացքում սկզբում մենք տեղեկացվում ենք, հետո սկսում ենք փնտրել այլընտրանքներ, հետո որևէ մեկի նկատմամբ մի քանիսի նկատմամբ հավանություն ենք ունենում այդ այլընտրանքներից, հետո ինչ որ մեկի նկատմամբ այսպես ավելի լավ վերաբերմունք ենք ունենում, ընտրում ենք դա որպես երևույթ։ Միայն դրանից հետո է, որ մենք գնում ենք եւ իրականացնում ենք գնումը։ Դրանից հետո ունենում ենք այո որոշակի վերաբերմունք մեր կատարած գնման նկատմամբ եւ առհասարակ այս անցած ճանապարհին։ Հիմա դուք ինձ կասեք, որ որոշումները կայացվում են նաև արագ ու սպոնտան։ Այո, այդպես է։ Բայց ես վստահեցնում եմ, որ ձեր ուղեղում շատ կարճ ժամանակահատվածում ուղղակի դուք անցնում եք այս բոլոր էտապներով։ Սա բացառություն չէ քաղաքական հաղորդակցության մեջ։ Դրա համար մարդիկ գալիս են, հավանությունը տալիս են, նախապատվությունն էլ ունենում են, այսինքն ասում են շատ լավ է, վերջ գնացինք, բայց երբ որ մենք պիտի գնանք գործողության, այդտեղ հաղորդակցության կոտրում է տեղի ունենում, կոտրվում է հաղորդակցությունը։ Դրա համար գործողությունների չեն դնում։ Այսինքն տեսեք, էլի մեխանիզմը ամեն դեպքում պետք է շատ հստակ ու ճիշտ դրված լինի քաղաքական հաղորդակցությունում, որպեսզի մենք կարողանանք տեսնել արդյունքներ։ Ինչ լուծումներ արդյունավետ կառաջարկեք այդ արդյունքները տեսնելու համար, որտեղ հաշվի առնալով հիմա կարծես խաղի այլ կանոններ են, կան շատ ուղիղ եւ շատ բիր արտաքին այսպես միջամտություններ։ Ցանկացած միջամտություն, ինչպես արդեն հասկացանք, եւ ցանկացած գործողություն, հատկապես հաղորդակցային, ինքը համակարգ է։ Համակարգերի դեմ պայքարում են հակահամակարգերով։ Միշտ պետք է սա նկատի ունենալ եւ հասկանալ։ Եթե դու քո Ախոյանին չես գնահատում ըստ արժանվույն, եթե դու չես հասկանում ինչ ռեսուրսներ ունես դու, պայմանական ասած ընտրազանգված, եթե դու չես հասկանում, այստեղի դեպ ռեսուրսներ ասելիս պետք է նաև հասկանանք նաև այն անհատ բրենդերին, որոնք կարող են ձևավորել ընտրանին կամ էլիտան, որոնց վրա պետք է հագցնել գաղափարը։ Ընդ որում սա էլ եմ ուզում շատ հստակ լինի, այդ PR-վել հասկացությունը Հայաստանում նեգատիվ ընկալում ունի, բացասական ընկալում ունի, իրականությունը այն է, որ թե PR-ը, թե հաղորդակցությունը իրենք սարքովի չեն կարող դրանք արհեստական լինել, որովհետև արհեստական PR-ն էլ, արհեստական հաղորդակցությունն էլ կամ արհեստական գործիքակազմով թե PR-ը, հանրային կապերը, թե հաղորդակցությունը որպես երևույթ, նրանք շատ արագ մեռնում են, հատկապես ճգնաժամային իրավիճակներում այդ ֆեյքությունը շատ արագ է դրսևորվում։ Ուստի մենք այստեղ ավելի շատ խոսում ենք որպես երևույթ,
կոնկրետ մի կետի վրա լուսավորությունը մի քիչ ուժեղացնելու մասին կամ այդ բանի մասին ձայնը բարձրացնելու equalizer-ը ձայնը բարձրացնելու մասին հաղորդակցությունն ու PR-ը դրա մասին են իրականում այսինքն դրանք այդ safe PR ասված երևույթը ես որպես այդպեսին չեմ ընդունում որ գոյություն ունի բայց երբեմն դա ավելի շատ աշխատում է գիտեք շատ մարդիկ ասում են որ safe PR-ն էլ է PR նայած մենք ինչպես ենք վերաբերվում առհասարակ բոլոր մեր կողմի եկող տեղեկատվությանը ցավոք սրտի եւ քանի գնում դա ավելի է ընդգծվում մեզնից յուրաքանչյուրը ապրում է իր փուչիկի մեջ եւ իր ընկալումները իր աշխարհայացքը ձևավորվում են բացառապես իր փուչիկի շրջանակներում Ես դες վստահեցնում եմ, որ աշխարհը շատ ավելի մեծ է, տեղեկատվությունը շատ ավելի ընդարձակ է եւ CFPR-ը, որը ձեզ համար թվում է մեծ ու ահռելի, այստեղ հոգեբանի հետ աշխատելու խնդիր կա, կոնկրետ անհատի մոտ, որովհետեւ այո CFPR-ը կամ ռեպուտացիոն խնդիրներ առաջացնելը հակառակորդների նկատմամբ սա իդեպ շատ ընդունված տեխնիկա է, ոչ այնքան PR-ի մասին է, որքան կոմերցիոն պատերազմների իսկ կոմերցիոն պատերազմներում ինչպես ցանկացած այլ պատերազմներում հաղորդակցության գործիքակազմ իհարկե օգտագործվում է ու ելի հիշենք որ թե հաջողության թե անհաջողության հետևում հաղորդակցությունն է լավ հաղորդակցություն ես արել հասնում ես հաջողության վատ հաղորդակցություն ես արել հասնում ես անհաջողության Շնորհակալ եմ Տիկին Միրզոյան հետաքրքիր եւ բովանդակալի ցրիցի համար Ես էլ եմ շնորհակալ Իմ հյուրն է ռազմավարական հաղորդակցությունների եւ անհատի բրենդինգի մասնակից Հրաչուհի Միրզոյանը կհանդիպենք